Դա կարճ կլինեմ հաջող շատ վատ խաղեր, ինչքան էլ որ հարց չենք լուծում այս պահին, վերջին խաղից առաջ վատ հատիպում անցկացրեցինք։ Մոտիվացիայի խնդիրները ձեզ։ Չեմ կարծում, որ դա էր վճռորոշը, բայց բնականաբար պատրաստվել էինք լավ, քանի որ գիտակցում էինք կարող էր 3 մեզ շանս ընձեռներ, բայց ոչ միայն դրա համար, որպեսզի լավ ֆուտբոլ խաղանք եւ հաղթենք, բայց չստացվեց, հնարավոր է կար ինչ-որ մի բան պակաս, քան սովորական խաղերին էր, բնականաբար, բայց չեմ ուզում դրա հետ կապեմ, սխալները շատ էին։ Առաջնության երկրորդ հատվածի միջնամասում Ուրարտում չեմպիոնական մրցանակի մեջ էր եւ խաղացում են հասել եզրափակիչ նոր ամփոփում եք չնայած ունեցած բոլոր հնարավորությունները թիմը չկարողացավ եվրոպական ուղղի դիմաճ ցախոված համարում եք առաջնությունը։ Վերջին խաղերը կհամարեմ ձախողված, երկար դիստանցիա որ նայենք, երկար ժամանակ պարտություն չունենք, ամենաշատ գոլերն էինք խփել, ամենակիչն էինք բաց թողել, ձախողված կհամարեմ միայն ապրիլ ամիսը եւ երևի թե այս խաղը։ Այդ կապված էր թիմի մարզավիճակի անկման հետ, թե մրցակիցների մարզավիճակ տանաքել։ Չգիտեմ, չհերիքեց ինչ-որ մի բան մինչև վերջ, չհերիքեց, կորցրեցինք մեր առաջնահերթ մեր խաղը մի փոքր կորցրեցինք, որով որ մենք ուժեղ ենք։ Տարբեր ֆակտորներ, մրցակիցներն էլ ուժեղ էին, մենք այսինքն մեզանից ներքև ոչ մի թիմի չենք պարտվել։ Մենք ընդամենը ունեինք 3 թիմի դեմ պարտություն, մինչ այս խաղը դա Փյունիկն էր, Ալաշկերտն ու Արարատ Արմենիան, ոչ մի ուրիշ թիմի չենք պարտվել, այնտեղ որտեղ միավորներ պետք է հավաքել, ընդամենը 3 ոչ ոքի էին կարել ներքևի թիմերի հետ։ Ավելի հաջող պետք է լիներ որոշակի խաղերում առաջին 5-յակի հետ։ Մեծ հաշվով, եթե չես կատարում քո առաջադրանքը Եվրոպա խաղալու, չես համարի հաջողակ, բայց ամենամեծ պրավալը հենց անհաջողությունը վերջին ապրիլ-մայիս ամիսներ, ապրիլն ավելի շատ։ Շարունակել եք ձեր աշխատանքը Ուրարտուի Պեկին։ Այս պահին Ուրարտուի մարզիչն եմ, այո։ Իսկ եթե նայում եք գետային տրանսֆերների արդյունքից, ձեզ այս պահին Ուրարտուն որ դիրքեր ուժեղացման կարիք ունի։ Այս պահին չեմ ուզի դրա մասին խոսել, բնականաբար ինքը անվերջ չեմ իշտել կուզես շատ ֆուտբոլիստ ու լավ որակով ֆուտբոլիստներ, բայց մեր ֆուտբոլիստները լավն են, այսինքն մենք այն խաղը որ խաղացել ենք ու այդ խաղի շնորհիվ, իրենց շնորհիվ առաջատար դիրքերում ենք եղել եւ պահպանում ենք մինչեւ վերջին մի քանի տուրը չեմպիոնությունը, շատ բանի մասին է խոսում, սա ֆուտբոլիստների մասին չէ այս պահին, մեր ֆուտբոլիստները լավն են, ուղղակի անհաջող շրջան գնաց։ Եվ եթե նորմալ ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին կարծում եք Միշելի մասին առանձին կուսակցեք, կարծում եք բոլոր արժեները հրավիրվել են Ուրարտուից։ Ես չեմ կարող այդ գնահատականը տալ, բայց Միշևի մասով եթե հարցնում եք, իր առաջին սեզոնն է խաղում բարձրագույն խմբում, երիտասարդ եւ շատ լավ որակներով ֆուտբոլիստ է եւ կարծում եմ արժանիորեն է հրավիրվել, ինչպես նաեւ ով հրավիրվել է արժանիորեն է հրավիրվել, չհրավիրվածների մասով խոսապ եմ պատասխանել այդ հարցին, ես չէ որ պետք է պատասխանեմ։ Ինձ համար մեր թիմում կան շատ ֆուտբոլիստներ, որ կարող են խաղալ հավաքականում։ Merci.